Արժանախքին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստեր, Արմավիրի մարզի առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Շուրջ 1 տարի առաջ մամուլում լուր տարածվեց, որ Նաիրա Գրիգորյանի օգնականը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարտախություն կատարելուն օժանդակելու մեղադրանքով։ 2024 թվականի նոյեմբերի սկզբին թերթերից մեկը գրեց, որ Նաիրա Գրիգորյանին իր օգնականի գործով կանչելու են հարցաքննության։ 2025-ի նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ դատավոր լիազորությունները կասեցվել են։ Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ որոշում է կայացվել ԶՈՒ նախկին ԳՇՊՏ-ի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա-վարույթ իրականացնել, նշում է, որ նա գիտակցելով, որ չունի մարտական դիրքից զինծառայողներին հանելու հրաման տալու յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված անհիմն բանավոր հրաման է տվել Սև լճի մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ։ Հակառակորդն էլ 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից Հայաստանի ինքնիշխան տարածքից, վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանը երբեք չի դադարեցրել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները, այս մասին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջերհուն Բայրամովի հայտարարություններին։ Տեղական հեռուստատեսության վավերագրական ֆիլմում Բայրամովը հայտարարել է, թե իշխանության գալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբում կառուցողական դիրքորոշում է ունեցել, բայց 2019 թվականի գարնանից սկսել է քայլեր ու հայտարարություններ անել, որոնք բանակցությունները փակուղի են մտցրել ու պատերազմ է հրահրվել։ Ռուբինյանը շեշտեց, որ նման հայտարարություններ անում են նաև Հայաստանի նախկին նախագահները։ 2019-ին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնել է, Հայաստանը ոչ։ Այսօր վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 12:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սարգիսյան իր վարած դաղմակնիշի բեռնատարով Աշտարակահաղի Տիգրան Մեծի փողոցում Երևան Սիթիի դիմաց հետիոտնային անցման վրա վրաերթի ենթարկել հետիոտն Արագածոտնի մարզի բնակիչ 79-ամյա Սարի Բեքային, հայտնում են ԶԼՄ-ները։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն եւ օպերատիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների եւ բարեկների օգնությամբ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ում այնուհետև տեղափոխել են Երևան Արմենիա բժշկական կենտրոն։